Ճնշման դեպքում բարձր արտերիալ ճնշման դեպքում այսօր եւ շատ զարմանալի է չնայած հաճախ լսվում է հենց բժիշկների կողմից եւ այնպիսի բուժ հաստատություններ, ճանաչված բուժ հաստատություններում աշխատողների կողմից, որ ճնշման դեպքում 130-150 անհրաժեշտ է անհապաղ իջեցնել, դա արդեն հիպերտոնիա է, հիպերտոնիկ հիվանդություն է եւ սիմպտոմատիկ բուժում է անհրաժեշտ եւ ճնշում իջեցնող պրեպարատներ է անհրաժեշտ ամեն օր խմել եւ ընդհանուր հասնում նրան, որ վախեցնում են շատ պացիենտները, որ ինսուլտ կստանաք, ինֆարկտ կստանաք, եթե ճնշումը կապված է սրտի հետ, սնուցման հետ, կամ եթե ինսուլտ կստանա, եթե արյան ձևում լինի, գլխուղեմ եւ այդպես շարունակ եւ վախացնելով բերում են նրան, որ պացիենտին հասցնում են հիվանդագին վախի մեջ են գցում, շատ կան պացիենտներ, որ իրենք արդեն հավատում են, որ եթե այդ պրեպարատը չխմեն, իրենք կմահանան կամ իրենց հետ վատ բան կպատահի եւ հասցել են նույնիսկ վահանաձև հետ կապված պացիենտներին հասցնում են այդտենց կենթանական վախի, որ եթե թիրոքսին էլ չխմի, ինքը վերջ շատ վատ կլինի, վահանաձև գեղձը ավելի վատ վիճակի կհասնի, այնինչ ընդհակառակը այդ պրեպարատները նշանակելով նույն թիրոքսինը ավելի են վատացնում պացիենտի վիճակը եւ նույնպես ճնշում իջեցնող դեղերը, երբ որ դրանք դեղ չի կարելի անվանել, դրանք պրեպարատներ են, քանի որ դեղամիջոցը չպետք է ունենա վնասակար հատկություն։ Եթե դեղամիջոցը ունի վնասական հատկություն, դա դեղամիջոց չի, դա թույն է։ Եվ սիմպտոմատիկ բուժման մեջ դրանք իրարելով ճնշումը կարելի է 1 օր իջեցնել, եթե շատ բարձր է, մինչև հասկանալ ինչն է խնդիրը, բայց եթե ճնշումը բարձր է եւ ինսուլտի հավանականություն չկա եւ սրտի ինֆարկտի հավանականություն չկա, ապա ճնշումը իջեցնելով կարելի է օրգանիզմը շարքից դուրս հանել, որովհետեւ բարձր ճնշում կարող է լինել նաեւ երբ որ մարդը ունի թաքնված վիրուս։ Այսօր վիրուսները այդքան միանգամից չեն ի հայտ գալիս, կարող է ինֆեկցիան 1 շաբաթ, 10 օր, 15 օր գաղտնի կերպով մնա օրգանիզմում եւ հետո նոր իրեն արտահայտի։ Այդ ժամանակ իմունային համակարգը որոշակի չափով կարող է տեսնել, երբ որ ասում են ինֆեկցիա կամ վիրուս, բոլորը պատկերացնում են, թե պետք է լինի ջերմություն։ Դա այդպես չէ, ջերմությունը իմունային պատասխանում իմ հատվածն է։ Կարող է ջերմություն չլինել, կարող է գլխացավ լինել, կարող է սրտխառնոց լինել, ստամոքսի ցավ լինել, փորկապություն լինել, լուծ լինել, այսինքն եւ բարձր ճնշում։ Այժմ կա վիրուսների ժամանակ, այսինքն երբ որ վիրուսային ինֆեկցիա կա, նույնիսկ գաղտնի շրջանում կամ մասնակի գաղտնի շրջանում եւ այդ վիրուսը դեռ լրիվ իրեն չի արտահայտում, կարող է ճնշում լինել եւ սրտխփոց։ Եթե ճնշում իջեցնող պրեպարատը մարդը խմի, այդ ինֆեկցիան ավելի է տարածվելու, դրանից հետո կարող է անդառնալի պրոցեսներ լինել, քանի որ օրգանիզմը արում է ճնշումը բարձրացնելով, վերջերս շատ դեպքեր եղավ, երբ վիրուսային ինֆեկցիաներ կային, սրտին էին գնում, բոլորի շատերի սիրտը ցավում էր ու ճնշումը բարձրանում էր։ Գնում էին ստուգում էին սիրտը նորմալ էր։ Եվ շատ երիտասարդներ հենց սիմպտոմատիկ բուժման պատճառով ինֆարկտներ ստացան, այսինքն փոխանակ այդ վիրուսի դեմ պայքարին ճնշումը իջեցրեցին կամ սրտխփոցներ թույլատրեցին կամ ցավազորկը խմեցին եւ սիրտը հասավ անբավարարության եւ սրտամկանի ինֆարկտ եւ շատ երիտասարդներ շրջանում հենց սխալ բուժումներից եւ հասցնում են պացիենտին այն վիճակին, որ պացիենտի մոտ նույնիսկ 150-ը երբ որ լինում է, որը վտանգավոր ճնշում չէ, կենթանական վախ են մտցրել մեջը, որ 150-ը արդեն վերջ մահվան առաջ է, կամ սրտխփոցները, այնպիսի սխալ, այնպես ես մարդ գիտեմ, հենց բժիշկների շրջանում, որ սրտխփոցները ճնշելու այնքան է խմել ճնշել, 60-61 տարեկանում ինֆարկտ է ստացել։ Եվ շատ կան, ու դա ցավոք սրտի բժիշկների շրջանում է դա տեղի ունենում, իրենք իրենց վնասում են առանց գիտակցելու։ Սրտխփոցը ճնշելը դա նույնպես սրտի կամ սրտի նոր հիվանդություն առաջանում կամ ներքին օրգանների նոր անդառնալի պրոցեսներ։ Նույնը վերաբերում է գլխուղի հետ կապված, եթե սրտխփոց կա,
պետք է հասկանալ գլխուղեղի հետ է կապված, վահանա զորգերձի հետ է կապված, լյարդի հետ է կապված, թե սրտի սնուցման, սրտի սնուցող, սիրտը սնուցող անոթների հետ կապված։ Չի կարելի համատարած ասել դուք ձեր մոտ արդեն մի քանի օր է 130-150 է, պետք դուք հիպերտոնիկ հիվանդ եք, ուրեմն պետք է խմեք։ Փորձը ցույց է տվել այն պացիենտները, ովքեր 130 դիմել են 140 բժիշկներին, իրենց նշանակել են ճնշում իջեցնող պրեպարատներ, տարիներով խմել են, դրանից հետո ճնշումը արդեն 170-ից չի իջել, որովհետև այդ պրեպարատները եւ սրտի հիվանդություն են առաջացնում, եւ գլխուղեղի հիվանդություն են առաջացնում, եւ լյարդի բորբոքում խրոնիկ, եւ երիկամների հիվանդություն։ Ընդհանուր կարող են հասցնել երիկամների անբավարարության, եւ կիստաների եւ օրգանական փոփոխությունների։ Այդ ամենը չի ասում։ Դրանից բացի այդ հաբերը նաեւ կալցիումի սով են առաջացնում օրգանիզմում, իոնները բացակայում են օրգանիզմում եւ այդպես շարունակ։ Ու դրանով հասցնում են պացիենտին կամ կիսամեռած վիճակում, այդպես թողում են ապրում, կամ հասցնում են մահվան։ Այդ սխալ բուժումներով մարդկանց կյանքերը կրճատում է 3-5 տարի, բայց այդ մասնագետը, որ ասում է 130 դուք հիպերտոնիկ հիվանդ եք, ձեզ ամեն օր ճնշում իջեցնող դեղեր պետք խմել, այդ բժիշկը, այդ պացիենտի կյանքը կրճատում է 3-5 տարով, իր սխալ բուժումներով պացիենտը կարող է 3 տարի հետո մահանալ կամ քաղցկեղ ունենալ ուրիշ օրգանիզմի ուրիշ հատվածում, ինքը չգիտակցել, որ այդ պացիենտին վնասել է, եւ այդպես համատարած ամբողջը տեղի ունեն։ Բարձր ճնշումներ կարող են եղանակի փոփոխությունից լինել, եթե անոթային խնդիր կա։ Բարձր ճնշումը միշտ չի, որ կարող է նաեւ վիրուսային պայքարի ժամանակ ջերմություններ։ Բարձր ճնշումը լինում են դեպքեր, երբ որ պացիենտը դիմել է սրտխփոցներով ու բարձր ճնշումով հիվանդանոց, առաջ գոնե ստուգում էին ջերմաստիճան, չեն ստուգել։ Պարզվեց, որ ջերմություն ունեցել, բայց այդ պացիենտին տվել են լրիվ ուրիշ պրեպարատներ, ուրիշ ձևի բուժում են տվել, որը չէր կարելի, որովհետև այդ մարդու կոկորդներ ցավում ինֆեկցիա ուներ եւ ջերմություն ուներ։ Կարող է 36.8 լինի 7-ի տեղը 10-ով սրտի աշխատանքը շատանա։ Ամեն մեկ աստիճանը կարող է 10-ով շատացնել, 10, 15, միջինով 10։ Ամեն մեկ աստիճանը կարող է ճնշումը բարձրացնել 10-20-ով։ Չի կարելի համատարած այդպես ասել դուք հիպերտոնիկ հիվանդ եք։ Եղել են դեպքեր, երբ որ այտենց լյարդի հիվանդության դեպքում եղել դեպք, երբ որ ասել են 150-ը դուք հիպերտոնիկ հիվանդ եք, ամեն օր պետք է խմեք, այդ մարդուն համարյա հասցրել են մահվան դրամ։ Լյարդը շարքից դուրս է եկել, բայց այնիշ պետք է բժիշկը լյարդը բուժեր, ճնշումը իջներ։ Ինչ է նշանակում դուք հիպերտոնիկ հիվանդ եք։ Հիպերտոնիան, արտերիալ հիպերտենզիան դա այլ հիվանդություն է։ Ամեն բարձր ճնշման դեպքում չի կարելի ասել դուք հիպերտոնիկ եք։ Այսօր համատարած վախ հասնում են եւ կենթանական վախ են մտցնում պացիենտների շրջանում եւ ոչ էլ գտնում են հիվանդությունը, ոչ էլ գտնում են, ոչ էլ ցանկանում են այդ հիվանդությունը պացիենտի մոտից հեռացնել։ Այն բժիշկը, ով բուժվող հիվանդությունը, բժշկվող հիվանդությունը ցանկանում է բուժել սիմպտոմատիկ բուժմամբ, այսինքն սիմպտոմատիկ ձևով, նա բժիշկ չէ, այն բժիշկը, որը տեսնում է, որ հնարավոր է բժշկել, բայց դիմում է սիմպտոմատիկ բուժման մեթոդին, նա բուժմամբ չի զբաղվում, ավելի լավ է մասնագիտությունը փոխի կամ վերանայի իր հայացքները այդ առումով։ Սիմպտոմատիկ բուժումը կատարվում է անբուժելի հիվանդությունների դեպքում, երբ մարդը մահվան դրան առաջ է, որը շատ չնչին տոկոս է կազմում, շատ չնչին։ Այդ մնացած հիվանդությունների մեծ մասը բժշկվող են, եթե սիմպտոմատիկ բուժում չի կիրառվում։ Սիմպտոմատիկ բուժում կիրառելուց հետո բժշկումը շատ ժամանակ կամ դժվարանում է կամ անհնար է դառնում, կամ որոշ դեպքերում շատ երկար ժամանակ է պահանջում։ Առողջ եղեք։